Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում սկսում ենք Մայրաքաղաքի զարկերակը։ Տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Երևանը այս վերջերս բավականին լայն քննարկումների շրջակետում է, կարելի ասել, գտնվում տրանսպորտի առումով, տրանսպորտի այդ թեման անընդհատ ինչ-որ ձև գալիս է օրակարգ, հետ է գնում, հիմնական քննարկման թեման եղավ, մի պահ անդրադառնանք հետաքննություններին, որը ձեր մասով էր հրապարակվել, հետքը գրեց, որ ավտոբուսները եւ շարժակազմերը, որոնք որ գնվել են եւ գնվում են, դուք ինչ-որ ձևով կապ ունեք տվյալ ընկերության հետ, թե գնումների հետ եւ առհասարակ այդ process-ի հետ, դուք Facebook-յան գրառմամբ արձագանքեցիք հետքի արդեն գրածին։ Միած սկզբից գանք հասկանանք որն էր նախ շարժառիթը, պատճառը եւ դուք որ թվականից եք սկսել այս գործունեությունը որպես վարչության պետ եւ ինչ գործընթացներ են եղել ձեր օրոք եւ ձեզնից առաջ գոնե։ Ես կփորձեմ հակիրճ անդրադառնալ բոլոր հարցերին, որովհետեւ ավելի մանրամասն ներկայացրել եմ պաշտոնական հաղորդագրություն, այսպես կոչվածին Facebook-յան էջում, որով բարձրաբանել եմ բոլոր հարցերը, բայց հակիրճ կարող եմ ներկայացնել հետեւյալը, որ ես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնը ստանձնել եմ 2023 թվականի մայիս ամսին եւ մինչեւ այդ չեմ զբաղեցրել նշված պաշտոնը եւ կապ չեմ ունեցել Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմի ձեռքբերման հետ։ Իսկ շարժակազմերի գերակշիռ մասը եւ ավտոբուսները եւ տրոլեյբուսները ձեռք են բերվել մինչեւ ինձ։ Մի պահ անդրադարձ կանեմ նաեւ նշված հետքի հոդվածին, որտեղ որոշակի ենթադրություններ էին անում իմ եւ մատակարար կազմակերպությունների հնարավոր համագործակցության հետ կապված, որի մասով նույնպես մանրամասն անդրադարձ կատարել եմ եւ եթե այդպիսի ենթադրություն անենք, ապա ենթադրության արդյունքում պարզ է այդ համագործակցությունը ինչ է բերել։ Նախ հստակ փաստերով արձանագրված է, որ ոչ մի համագործակցություն չկար եւ չէր կարող լինել, դա մանրամասն ներկայացրել եմ։ Բացի դրանից իմ պաշտոնը ստանձնելուց հետո շակերտավոր համագործակցության արդյունքում Երևան քաղաքը ունեցավ 30 ավտոբուս առանց որևէ վճարի, իսկ մատակարարվող տրոլեյբուսների գները շեշտակի նվազեցին։ Եթե սա կոչվում է համագործակցություն, այո, ուրեմն համագործակցել եմ, որի արդյունքը սա է։ Իսկ ինչ վերաբերվում է սպասարկման վերաբերյալ, որի մասով որոշակի ակնարկ կար, ապա սպասարկման հետ կապված բացարձակ փաստերով հիմնավորված է, որ սպասարկման առումով ոչ մի համագործակցություն չի եղել։ Այսինքն ֆիքսենք, որ գնման գործընթացը երբ որ սկսում է իրականացվել, դա տենդերով է լինում։ Տենդերի մասնակցում են խոշոր կազմակերպություններ, դրանցից հաղթում է այն մեկը, որը տենդերի մրցույթի հայտարարված ժամանակ հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է ստանում ու սկսում է գործընթացը։ Այստեղ մեջ շտկում անեմ, հայտերը դիտարկվում են այն հայտերը, որոնք բավարարում են մրցույթի տեխնիկական բնութագրին եւ հաղթող է ճանաչում այն կազմակերպությունը, ով առաջարկում է ամենացածր գինը։ Այսինքն նաեւ այստեղ որակն է ստուգվում, բոլոր չափանիշներին համապատասխանում են եւ ցածր գինը պարտադիր է։ Յուրաքանչյուր մրցույթ հայտարարելուց սահմանվում է պատասխանատու ստորաբաժանման կողմից տեխնիկական բնութագիր, որը սահմանում է այն չափորոշիչները, որը սահմանված են եթե պրոյեկտենք հարցը ավտոբուսների վրա մասով, ապա հստակ ներկայացված է ավտոբուսների բոլոր տեխնիկական չափորոշիչները, որոնք անհրաժեշտ են սահմանված երթուղիները սպասարկելու համար եւ այդ տեխնիկական չափորոշիչները պատահական չեն գրվում, դրանց համար հիմք են հանդիսանում հաստատված երթուղային ցանցը, երթուղիները, որտեղ պետք է շահագործվեն Երևան քաղաքի կլիմայական պայմանները, ռելիեֆը, շահագործման փորձը, դրա արդյունքում առաջացած խնդիրները, որոնք նախատեսվում են տվյալ չափորոշիչներով անվտանգ եւ հարմարավետ սպասարկում իրականացնելու համար։ Հիմա իհարկե, եթե չափորոշիչներին ուշադրություն չդարձնենք, իհարկե հնարավոր է գնի գործոնով պայմանավորված ձեռք բերել ավտոբուս, որը վաղը կարող է չծառայել իր նպատակին։ Հետևաբար սահմանվում են ի սկզբանե չափորոշիչներ, որով սահմանվում է Երևանի քաղաքապետարանը պլանավորում է ձեռք բերել պայմանական ավտոբուսներ, որը պետք է համապատասխանի նշված չափորոշիչներին, ինչպես նաև մենք ունենք օրենսդրական պահանջ,
որ ԵԱՏՄ սահմանված OTTS հավաստագրմանը պետք է համապատասխանի եւ այդ հավաստագիրը պետք է ունենա, որովհետեւ դա միասնական մաքսիմումության կանոնակարգերից է բխում։ Այսինքն մրցույթներին մենք կարող ենք բացառել, որ դիցուկ հայտարարվել է տրանսպորտի վարչությունը, Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ ավտոբուսների շարժակազմեր գնելու, տրանսպորտի վարչությունը որպես վարչության պետ, որպես դուք չունեք այն լիազորություններ, որ կարողանաք ազդել տենդերի կայացմանը, այսինքն ինչ որ միջամտություն, ինչ որ բաներ, որպես վարչության պետի պաշտոն է։ Տեսեք, ես որպես վարչության պետ ներգրավված եմ գնահատող հանձնաժողովում, գնահատում հանձնաժողովում ներգրաված են տարբեր մարդիկ եւ յուրաքանչյուրը ունի մեկ ձայնի իրավունք։ Յուրաքանչյուրը արձանագրության մեջ գնահատում է հայտը կամ դրական կամ բացասական կամ կարող է հատուկ կարծիք գրել այդ մասով։ Եվ ձայների մեծամասնությամբ է որոշվում, որ մասնակիցն է հաղթում, որը ոչ։ Մի պահ կանք Երևանյան խցանումներ, բարեփոխումներ, այն վարորդներին, որոնք ավտոբուսները չեն վարում են սովորական իրենց անձնական մեքենաներ, որովհետև դրանք կարելի ասել բնակչությունից շատ են, եթե այդպես ասենք, ամեն բնակարան, եթե 5 անդամից է կազմված, երևի թե 2-3-ը ունեն ավտոմեքենա ու աշխատանքի գնալու ժամերին այդ հոսքերը կառավարելը բավականին նախ բարդ է լինում, միշտ տեսնում ենք մեր բարեկային ծառայությունն են անընդհատ ինչ-որ ձև փորձում կառավարել, վերջին շրջանում փոփոխությունները եղան հենց քաղաքապետարանի հարող հատվածում, որտեղ առանձնացված գծեր սկսեցին ավտոբուսային երթևեկել, կար Մաշտոցի պողոտայում, այստեղ Իսահակյան փողոցի վրա, դրանք որքանով են իրենց էֆեկտիվությունը տալիս արդեն երկար ժամանակ է մի քանի փողոցներում գործարկվել են ու ինչ փոփոխություններ կա, որ դեռ պիտի արվի։ Տեսեք, ինչ վերաբերում է ավտոբուսների համար առանձնացված գծերի ներդրմանը, բազմիցս դրա մասին հայտարարել ենք, ինչն է դրա նպատակը։ Ես մի փոքր կփորձեմ անդրադարձնել նպատակին, հետո հետևանքին անդրադառնամ, ինչպես նշեցիք։ Նախ նպատակը հասարակական տրանսպորտի սպասարկման որակի բարձրացումն է։ Տեսեք, եթե վերադառնանք ոչ վաղանցյալ, բարձրաձայնենք խնդիրները, ինչ տրանսպորտի համար կար, նախ առաջինը գազելները, կռացած քաղաքացիները չտեղավորվելով, միշտ ծանրաբեռնված երթևեկություն, հիմա քաղաքապետարանը որոշ չափով շարժակազմի խնդիրը թեթևացրեց, չեմ ասում ամբողջությամբ լուծել է, բայց էական տեսանելի արդյունք կա, բայց շարունակական բողոքներ կան նաև, որ պիկ ժամերին տրանսպորտային միջոցները երթևեկում են ծանրաբեռնված հասարակական տրանսպորտի։ Իսկ դրա պատճառները հստակ պարզ են, դրա պատճառները բոլորս հասկանում ենք։ Այսօր Երևան քաղաքում երթևեկում են այն քանակի տրանսպորտային միջոցներ, որը փողոցների թողունակությունը ուղղակի չի բավարարում։ Իհարկե, որոշները կլինեն, որ կարծիք կհայտնեն փողոցները լայնացրեք, նոր ճանապարհներ կառուցեք, բայց հստակ ասենք, փոքր կենտրոնում հնարավոր չէ բոլորս է հասկանում ենք փողոցների լայնացումը եւ նոր ճանապարհների կառուցումը։ Եվ բացի դրանից աշխարհի փորձն է ցույց տալի, որ փողոցների լայնացումը կամ նոր ճանապարհների կառուցումը դա կարճաժամկետում բերում է տեսանելի արդյունք, բայց երկարաժամկետում ունենում ենք ավելի վատ վիճակ, որովհետեւ նորից մեքենաները շատանում են, այսինքն եթե դու խթանում ես անձնական ավտոմեքենայի օգտագործումը, դրանք շատանում են ու ավելի մեծ խնդրեմ է դառնում։ Իսկ աշխարհը շարժվում է հետևյալ ուղղությամբ, կիրառվում են սահմանափակումներ, որպեսզի տվյալ փողոցներում, տվյալ հատվածներում ավելի քիչ տրանսպորտային միջոցներ մուտք գործեն ըստ անհրաժեշտությունից ելնելով։ Եվ ունենալով տվյալ պատկերը արդեն Երևան քաղաքում բոլորիս համար գաղտնիք չէ, որ ժամը պայմանական պիկ ժամերին երեկոյան ժամ 6-ի կողմեր եւ բոլորը աշխատանքից շտապում են տուն, կենտրոնը գրեթե պարալիզացվում է, երթևեկության արագությունը իջնում է շատ ցածր մակարդակի։ Իհարկե ոչ միշտ է որ կանգնում է, բայց դանդաղ երթևեկը ապահովում է եւ բոլորի մոտ դա դժգոհություն է առաջացնում։ Բայց դրան լուծումը հետեւյալն է եւ այդ դանդաղ երթևեկի մեջ նաև հայտնվում է հասարակական տրանսպորտը։ Հասարակական տրանսպորտն է հայտնվելով այդտեղ ունենում ենք այլ իրավիճակ։ Հիմա եթե մշտադիտարկում իրականացնենք ցանկացած ժամի, յուրաքանչյուր մարդատար ավտոմեքենայի մեջ կտեսնենք 1 կամ 2 ուղևոր առավելագույնը։ Եվ մյուս կողմում ունենք հասարակական տրանսպորտ, որտեղ 80 ուղևոր է։ Իհարկե առաջնահերթությունը պետք է տրվի հասարակական տրանսպորտին։ Դրա համար ինչ է պետք անել։ Դրա համար ընդհանուր երթևեկելի գոտիներից առանձնացնում է մեկը հասարակական տրանսպորտի համար, որպեսզի հասարակական տրանսպորտը երթևեկի ավելի անվտանգ, ավելի բարձր որակի սպասարկում ապահովի, իսկ հաճախականությունները ըստ սահմանված գրաֆիկի ապահովելու դեպքում
կլուծվի նաև այն բեռնվածության խնդիրը, որը բարձրաձայնում են մարդիկ, որ 40 րոպեա կանգնած եմ կանգառում, տրանսպորտը չկա եւ գալուց էլ տեղ չկա նստելու։ Մենք սրանով այս խնդիրն ենք լուծում առաջին հերթին, այսինքն հստակ շահառուն պետք է արձանագրել, որ դա հասարակական տրանսպորտից օգտվողն է։ Այլ տարբերակ չի կարող լինել։ Իհարկե, ավտոբուսի գծի ներդրման պարագայում ինչ է ստացվում, եթե միջինը ունենք 3 երթևեկելի գոտի կամ փոքր կենտրոնում 2 երթևեկելի գոտի, եթե մի գոտին հատկացնում ենք հասարակական տրանսպորտին, եթե երթևեկության կազմակերպման այլ փոփոխություններ չիրականացնենք, պարզ է, որ այդ փողոցում տրանսպորտային միջոցների հոսքը, որը սպասարկում էր 2 երթևեկելի գոտի, այսօր սպասարկելու է 1 երթևեկելի գոտի, եւ այսպես կոչված խցանումը 2 անգամ ուժեղանալու, ավելանալու է։ Դրա համար քաղաքապետարանը ավտոբուսի առանձնացված գծերի ներդրման հետ զուգահեռ իրականացնում է մի շարք երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որի նպատակը մեկն է, որպես այդ փողոցը մարդատար տրանսպորտային միջոցների համար չկանգնի, հոսքերը բաշխում է այլ փողոցների վրա, համամասնորեն ավելացնելով մնացած փողոցներում ծանրաբեռնվածությունը, ոչ թե մի փողոցի վրա, որ ամբողջությամբ կանգնի քաղաքը։ Եվ վերջի փոփոխությունները հենց դրա ապացույցն էին, որ մի շարք փոփոխություններ կատարվեցին երթևեկության կազմակերպման։ Իհարկե, բոլորի համար դա տարօրինակ էր, որտեղ ես էլ որպես վարորդ շատ անգամ երթևեկում եմ ինստիտուցիոնալ հիշողությամբ, եւ մարդիկ ժամանակ է պետք, որպեսզի ադապտացվեն նոր կանոններին, եւ մարդիկ շատ անգամ սկզբի օրերում անգամ ճանապարհային նշաններին ուշադրություն չդարձնելով շարունակում են երթևեկել, ոնց միշտ երթևեկել են, բայց պարզվում է, որ այդտեղ երթևեկության փոփոխություն կա, պայմանական տեղի դժվար հատվածում ձախ շրջադարձ արգելված է արդեն։ Եվ ինչ որ ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ ադապտացվեն ու բաշխումը ըստ տարբեր փողոցների հոսքերի կայանա, որի հետևանքով ունենանք արդյունք։ Եվ մեր մոտ մշտադիտարկումները միշտ ցույց են տալիս ցանկացած երթևեկության կազմակերպման փոփոխություն անելուց առնվազն 2 շաբաթ հետո որոշակի արդյունքը նոր տեսանելի է լինում, որովհետև մինչև այդ պայմանավորված է իմ մատնանշած խնդրով։ Նշված հատվածներում, եթե օրինակ 2-3 շաբաթ մարդը ոնց գիտեր, ոնց հիշում էր ճանապարհը, այդպես վարի, ինչ որ խախտումներ լինեն, օրինակ ցախ շրջադարձ չկար, ինքը ձախ արեց կամ աջ չկար, աջ արեց, այս դեպքում եթե տուգանքների մասով ինչ որ լուծումներ առհասարական, թե մարդը ուղղակի տուգանվեց տանելու է վճարել։ Տեսեք, յուրաքանչյուր փոփոխություն համաձայնացվում է եւ քննարկվում է ակտիվ եւ ճանապարհային ոստիկանության հետ եւ բարեկային ծառայության հետ բոլորի հետ համատեղ սա քննարկվում է եւ բոլորը շատ լավ հասկանում են, որտեվ անձամբ իմ մասով օրինակը բերեմ, ես էլ եմ վարորդ եւ շատ անգամ ես էլ եմ ինստիտուցիոնալ հիշողությունով քշելով լինում են դեպքեր, որ նոր կատարված փոփոխությունները կարող եմ չհիշել եւ բոլորը սա հասկանում են եւ ընդհանրաբար առաջիկա ժամանակահատվածում ենթադրում եմ հստակ պատասխան չեմ կարող ասել ճանապարհային ոստիկանությունից հարցում չունեմ արած, արդյոք քանիսն են տուգանվել, քանիսը չեն տուգանվել, բայց վստահ կարող եմ ասել, որ բոլորը դա գիտակցում են եւ որոշակի ադապտացիոն ժամանակահատված կա, որից հետո նոր ենթադրում եմ որոշակի գործողություններ կկատարվեն։ Այդ ադապտացիոն շրջանը շատ վառ կարելի ասել դրսևորվեց տրանսպորտի միասնական վճարման տեսքով, այսինքն երբ որ փոփոխությունները եղան սկզբից բոլոր թղթադրամները դուրս եկան, մենակ մնաց 100 դրամանոցը, մարդիկ սկսեցին ադապտացվել դրան։ Մարդը առհասարակ մարդը ադապտացիոն ինչ որ շրջաններին մի փոքր կարող է բոյկոտել, հետո ըստ հոգեբանների դա այդպես է, ինքը ինչ որ մի բանի սկսում է ադապտացվել։ Մեր հանրության շրջանում նկատելի էր, որ մարդիկ էլ ես էլ ամեն օր օգտվում եմ տրանսպորտից մի քանի անգամ օրվա մեջ, նկատում եմ, որ մարդիկ բանկային քարտերով, Երևանի քաղաքապետարանի կողմից թողարկված Elcel-ի, այսինքն թողարկված քարտերով, իրենք ադապտացվեցին ու վճարում են այս վճարումները, որ մարդիկ ասում էին բարձր է, մեկը ասում էր ինձ հարմար է փաթեթով եւ այլն։ Այս ձևով փորձ արվեց միասնական տոմսային համակարգը ներդնել հանրապետությունում, արդեն մարզերում էլ է սկսում սա մանր գործել։ Երևանում օգոստոսի 1-ից, եթե չեմ սխալվում, քաղաքապետը հայտարարեց, որ տոմսային արդեն թղթային տարբերակները պիտի դուրս գա շրջանառությունից, որպեսզի բոլորը վճարեն քարտերով եւ էլեկտրոնային տարբերակներով։ Սա ըստ ձեզ կառավարման ինչ խոչընդոտի կբերի, մարդիկ էլի կսկսեն բոյկոտել թղթային տարբերակով։
Տեսեք, քաղաքապետի հանձնարարականը պարզ էր, հստակ, եւ դրա մասով վարչությունը չի անձամբ զբաղվում, բայց համապատասխան բաժինը ՀԲ-ն կառավարման տեխնոլոգիաների, ովքեր որ տոմսային համակարգով զբաղվում են, հիմա հստակ մշտադիտարկում են անում այդ հարցի դրա ներդրման, հետևանքների, արդյունքների եւ ամեն ինչի մասով եւ ենթադրում են վերջնական վերլուծությունների արդյունքում արդեն պաշտոնապես կհայտարարվի հաջորդիվ քայլերի մասին։ Մեր ավտոբուսային պարկը դեռ համալրման ընթացքում է, նոր տրոլեյբուսներ, ավտոբուսներ, ինչքան է պակասում մեզ, որ մենք հասենք Երևանը կունենա հստակ, արդեն վերջ, էլ մեզ պետք չի ավտոբուս, տրոլեյբուս, եւ դրանք ինչ փուլում են գտնվում։ Տեսեք, ըստ անգլիական խորհրդատու կազմակերպության կողմից նախագծված ներողություն նոր երթուղային ցանցի, որով պայմանավորված սկսվել էր ամբողջ արժեքազմների ձեռքբերումը առաջինի սկսված օրվանից, ներկայումս պակասում է 249 հատ 18 մետր երկարությամբ ավտոբուսներ, որոնք պետք է սպասարկեն նոր երթուղային ցանցով նախագծված հիմնական երթուղիները եւ 71 տրոլեյբուս, որը ֆիզիկապես դեռ չունենք։ Այս մասով աշխատանքներ տարվում են, առաջնային աշխատանքները տարվում են ֆինանսական միջոցների մասով, հասկանալու ինչ ֆինանսական աղբյուրներ են հնարավոր նշված նախագծերը կյանքի կոչելու համար։ Հիմա ներկայումս ակտիվ քննարկման փուլում են տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործման հնարավորությունները։ Այս աշխատանքների ավարտից հետո, երբ որ հստակեցվի ֆինանսական աղբյուրները, արդեն կսկսվի համապատասխան տեխնիկական բնութագրերի կազմման գործընթաց, ինչպես նաև մրցույթի անցկացման գործընթաց։ Այս մասով հստակ ժամկետներ էսպային դժվարանամ ասեմ, որտեղ ակտիվ քննարկումների մեջ են, բայց վստահեցնում եմ ձեզ, որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու կամ հաստատվելու դեպքում դրա մասին հանրությանը կիրազեկվի։ Մեր համար գաղտնիք չէ, որ մետրոն նախ մեր երկրում ռազմավարական նշանակություն ունի, ու երկրորդը վերջին շրջանում բազմաթիվ դեպքեր ենք նկատում հրապարակումների տեսքով, որ մետրոն արդիականացվում է։ Երկար տարիներ շահագործումից հետո մետրոն ունենում է ներդրումներ, դրանք թե կառավարության, թե քաղաքապետարանի կողմից են լինում, ու շարժակազմներ են փոփոխվում, անցարգելները Տելսելի կողմից են փոխվել, որոնք արդեն 28 թվականին պայմանագրով պիտի հանձնվեն քաղաքապետարանին, եթե պայմանագիրը երկարաձգվի։ Մետրոյի աջափնյակ կայարանի աշխատանքներն են արդեն փաստաթղթային տեսքով ավարտվել, դրանք ինչ փուլում են գտնվում եւ ինչ նորություններ կան առհասարակ մետրոյից։ Մետրոյի մասով կարող եմ ասել, որ այո, ակտիվ քննարկվում է արդիականացումը մետրոյի եւ մետրոյի արդիականացումը մինչեւ այս ներկայացվել էր որոշ քայլեր, որոնք արվել էին, մասնավորապես շարժասանդուղքների փոխարինումը եւ նմանատիպ բաներ, բայց հիմնական ներդրումը մեծ պահանջում է շարժակազմի փոխարինման մասով, որոնց մասով նույնպես ակտիվ քննարկումներ են գնում ֆինանսական միջոցների համագործակցության հետ կապված։ Ինչ վերաբերում է Աջափնյակ մետրոյի կայարանին, ապա այդ մասով կարող եմ ասել, որ նախագիծը վերջնականացվել է եւ առաջիկայում արդեն պաշտոնապես կհայտնեն հետագա քայլերը ինչ է լինելու։ Ենթադրաբար նախագծի ընդունումը եւ վճարումից հետո հնարավոր կլինի արդեն շինարարության մրցույթի կազմակերպումը։ Եթե մենք մի պահ հասկանանք միայն պետական համակարգի աշխատանքով, առհասարակ ոչ մի բան դուրս չի գա, եթե դա այստեղ չգործի մասնավորը, այստեղ չգործի քաղաքացին առհասարակ։ Դուք որպես պետական ոլորտի ներկայացուցիչ ինչ եք ակնկալում քաղաքացուց եւ մասնավոր հատվածից, որ այդ համագործակցությունը տեղի ունենա ու փոխադարձ իրար օգնելով, խնդիրները լուծելով գնանք առաջ։ Տեսեք, ես որպես իմ գործառույթների շրջանակներում կարող եմ արձանագրել հետեւյալը, որ այս փոփոխությունները, որը նախատեսված են, մասնավորապես ավտոբուսային գծերի մասով օրինակը բերեմ, որտեղ ակտիվ քննարկվում են հենց դա, որտեղ մեծ փոփոխություններ են, ես ցանկանայի ներկայացնել մեկ անգամ եւս, որ սա միտված է, որպեսզի Երևան քաղաք ունենա ավելի լավ հասարակական տրանսպորտ, ավելի մատչելի ու ավելի հարմարավետ, որպեսզի հասարակական տրանսպորտը երթևեկի ավելի արագ եւ ապահով, որը երկարաժամկետում իհարկե հիմք կհանդիսանա, որ մարդիկ սկսեն հրաժարվել անձնական ավտոմեքենաներից, որտեվ
այս տեմպերը հաշվի առնելով Երևան քաղաքում տրանսպորտային միջոցների ավելացման հնարավոր չի լինելու փողոցները լայնացնելով կամ նմանատիպ մեթոդներով կառավարել այդ հոսքերը։ Իսկ երբ որ քաղաքացին հստակ տեսնի, որ իր անձնական ավտոմեքենայով իր ուղևորությունը տևելու է պայմանական 30 կամ 35 րոպե, իսկ հասարակական տրանսպորտով ինքը հասնելու է 10 կամ 15 րոպեում, բոլորի համար ամենաթանկ բանը ժամանակն է եւ արդեն տեղի տալու մտածելու արդյոք պետք է ես ուղևորվեմ իմ անձնական մեքենայով, թե ավելի հարմար է եւ արագ հասարակական տրանսպորտից օգտվեմ։ Եվ անձնական ավտոմեքենայից օգտվելու պարագայում միանշանակ երկրորդ խնդիրներ են առնչվելու, իսկ որտեղ պետք է կայանեմ։ Որտեղ կայանում իրոքից մեր քաղաքում իրոք դա սահմանափակ ռեսուրս է դարել։ Վերջին մի փոքր հատվածով անդրադառնանք նաև կայանման խնդրին, այդ կարմիր գծերը ասված է եւ դրա հետ դատական process-ները բողոքարկումը շղթայաբար դեռ շարունակվում են, քաղաքացիները միշտ անընդհատ բողոքում են տեղ չկա կայանելու, բայց գնի բարձրացումից էլ մենք նկատեցինք, որ էլի մարդիկ միևնույնն է կանգնում էին։ Դա խոսում է պահանջարկի մասին, եթե մարդը ունի ինչ-որ պահանջ, այդ պահանջը կապ չունի ինչ գնի է, մարդը վճարելու է ու կանգնելու է։ Դատական process-ները անընդհատ փոփոխվում են ու երբ որ դատարանը մի որոշում է կայացնում, քաղաքապետարանը դա բողոքարկում է։ Սա ենթադրում եմ մինչև սահմանադրական դատարան գնալու խնդիր կլինի ու մեր քաղաքացիները դեռ ցենց ինչ-որ տատանումների մեջ են մտածում են, որ երբ որ դատարանը որոշում է կայացրել, վերջ գինը փոխվում հետ է գալիս, այսինքն նախորդ գնին է գալիս, տեղեկացնեմ, որ դա այդպես չի, գինը այնքան ժամանակ է մնալու նույնը, մինչև վերջնական դատական ակտը չհրապարակվի, այս մեր քաղաքացիներին ասենք այսպես, դուք երևի այս մասով նորություն չեք ունենա ասելու, դատարանում է նորությունը հստակ է, բոլորը գիտեն, դատական process է գնում, վերջնական դատական ակտը լինելուց դատարանը հստակ կարձանագրի ինչա լինելու հետագա քայլերը։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք Մայրաքաղաքի զարկերակը, տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, կհանդիպենք